Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Եթե կա ինչ-որ մի հայ, որ այս 8 տարիների ընթացքում իր համար առավոտը բարի է բացվել, ուրեմն կարող է արյան անալիզ տա եւ ստուգի տեսնի ընդհանրապես ինքը հայ է, թե հայ չէ։ Որտեւ 2018 թվականից այս անձը, որ օտար վտանգավոր ուժերի կողմից կարողացավ ստանալ կամ վերցնել, չգիտեմ ինչ անել իշխանությունը, այդ օրվանից ոչ մի բարի օր չի բացվել մեր ժողովրդի համար, մեր երկրի համար։ Մենք միայն ունենք տապալված երկիր, հայրենիքի կործանված մի մեծ հատված, խառապատկված մեծացած եռաբլուր, ողբերգության մեջ ապրող մեր ժողովրդի մի հատված, որդի զավակ հայր են կորցրել, հայրենիք են կորցրել եւ շարունակում են կորցնել։ Ազգակործանը բերել է 3 պատերազմ եւ 3 նորություն չէր, ըստ էության, այդ կար 3 ազդարարեց նոր ահաբեկչության մասին։ 2018 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալում էին, ազգի 99%-ը էլիտայի հետ միասին հրճվանքի մեջ էին, երբ որ այս տականքակույտը գալիս էր իշխանության, ազգի մեծ մասը դրսում եւ ներսում ոգևորության մեջ էին, բացառություն երևի 1-2%։ Ես ճիշտ ասած չեմ ուզում ասեմ, որ շատ խելոք եմ եղել, ես ուղղակի մոտ զգացական բան կար, որ սարսափելի աղետեց, հիշում եմ մեքենա վարելով գնում էի եւ զգում էի արյուն, ոչ մի բան չեմ չափազանցնում։ Այդ զգացողությունը ուներ իմ գործընկեր Արմինե Օհանյանը եւ երևի մի քանի հոգի, Ռազմիկ Դավոյան, Ալվարդ Պետրոսյան, մի քանի լուրջ մտավորականներ։ Մյուս հատվածը, քաղաքական հատվածը, խայտարակություն, էլիտան, ծայրից ծայր, հետո ողջունեցին բոլորը, սա մի հատ բառ էին գտել, որ ժողովրդի այո։ Աղվան Վարդանյանն իր բարձունքի վրա էր, զգուշացրեց, ես կարծում եմ, որ ապագայում Աստված, եթե դա Հայաստան լինի կամ հայ ժողովուրդ լինի այստեղ, հաստատ թանգարան է բացվելու եւ այդտեղ պիտի այդ ելույթը լինի, ինչպես նաեւ այսօրվա ելույթը, էլի փայլուն խոսեց, մենք քիչ հետո կցուցադրենք 2018 թվականին էլի ոչ թե որտեվ տենց շատ խորը գիտակցում հասկանում էի, այս զգում էի, որ այդպես է, ես եւ Գառնիկ Իսագուլյանը, որտեվ հիշում եմ եթերում ենք պաղավում ենք եւ դրա մասին ասում ենք, երբ որ ձերբակալեցին երկրորդ նախագահին, ես բղավում էի, որ Արցախ է տալու։ Այսօր առավոտյան մտել են Ռոբերտ Քոչարյանի տուն, երկրորդ նախագահի որդիներին, մեկը պատգամավոր է, ամենայն հավանականությամբ կմտնեն ազգային ժողով, այդ իրավունքն կստանան։ Ուղարկեցին քննչականը, որոշեց, որ եւ Ռոբերտ Քոչարյանին վատացել է քննչականում Ռոբերտ Քոչարյանը։ Նա որոշում կայացրեց, որ իր մի որդուն եւ իրեն, որ կալանքը որպես խափանումչորս դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազոհություն վատացել է, ինչի պատճառով հրավիրել համ։ Դրա մասին է խոսում հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է, որ կալանքը որպես խափանման միջոց դատարանի միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտաբ ուժօգնություն, արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում եւ հետազոտության նպատակով վերջինս տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն։ Մինչև այս պահը այդ խոզարկությունը շարունակվում է, տաներն են մտել Ռոբերտ Քոչարյանի որդիների, չգիտեմ իրենց հետ կապ ունեցող թե կապ չունեցող ինչ որ կառույցներ են մտել։ Եվ միամիջ պետք է լինել, մտածել, որ քանի որ Լևոն Քոչարյանը իրեն ասեց, որ մեզ էլ ասում են այդ պիղծ մարդուն ինչի չեք
հեռացնում, դրա համար զայրացավ, իսկ դուք գիտեք, որ ինքը դերասան է, կապիկություն անել ինքը գիտի, ինքը երբ որ սուտ է խոսում, երբ որ կեղծում է, երբ որ դավաճանում է, հանձնում է ինքը հատուկ այտենց Նիկոլը հիստերիայի մեջ է ընկնում, հատուկ այդ բանի մեջ է աղմկում է, բղավում է, վիրավորում է, հիստերիկ բաներ, որպեսզի բուն էությունից շեղի մարդկանց։ Իսկ բուն էությունը որն է։ Ինչպես որ միամիտներին թվում էր, որ Գագիկ Ծառուկյանը, քանի որ մասնակցեց ընտրությունների եւ ինչ որ արժույթների վանդակ բան ասեց, դրա համար Գագիկ Ծառուկյանին ձերբակալեց եւ հիմա էլ ինչ որ միամիտների թվում է, որ Լևոն Քոչարյանը, քանի որ ասեց Լևոն Քոչարյանը ասաց, որ իրենց հետ դրսում պիղծ են ասում, ինչ այդ պիղծ մարդուն չեք հեռացնում, դրա համար է զայրացել։ Բայց ամենևին, սա թուրքական հստակ ծրագիր է։ Առաջին փուլը փայլուն ավարտել են, կործանված հայրենիք ունենք Արցախ, Հայաստանի Հանրապետության գլխավոր կարևոր դիրքերն ու բարձունքները հանձնված է թշնամուն, Հայաստանի Հանրապետությունից մեծ հատված հանձնված է, օկուպացված է ադրբեջանցիների, գրավել են ադրբեջանցիների կողմից։ Եթե Աստված կամենա նաև Հայաստանը լինի, դեռ կբացահայտվի, թե այս խաղաղ պայմաններում, որ ամեն օր 3 Սուրեն Պապիկյանը խոսում է, եւ այդ խոսելու ընթացքում իմանում ենք, որ հերթական զոհը, պարզվում է 37-ամյա մարդ, զինվորական 2 երեխա ունի, 3-րդ երեխային սպասում է եւ ինքնասպանություն է գործում։ Կա մի խելամիտ մարդ, որ կարող է հավատալ սրան։ Կա այդպիսի բան։ Հնարավոր է այդպիսի բան պատկերացնել։ 2 երեխա ունեցող, 3-րդին սպասող մարդը ինքնասպանություն գործի։ Ինչպես որ այն գյուղի, որ մոխրացան Ազատան գյուղի զինվորների մահը, որ այդպես առեղծվածային էր, եւ շատ փորձագետներ ասում են, որ թշնամու թիրախի տակ է եղել եւ մոխրացրել են, հարվածել են։ Շատ կասկածներ կա շատերի մոտ, որ հիմա էլ այդ մարդիկ բանակում որ այսքան զոհ ունենք, մի մասը իսկապես, քանի որ քրեական էլեմենտը մտել է բանակ, դա է պատճառը, որ սպանում են, ստիպում է, որ ինքնասպանություն գործել, որտեվ ինքնասպանություն գործել ստիպելով վստահաբար կամ հասցնում են, որ նա որ մարդ ինքնասպանություն գործի, եւ մյուս հատվածը ուղղակի ընկնում է թշնամու գնդակից կամ հրթիռներից։ Սրա մասին իհարկե այսօրվա իշխանությունը չի խոսելու, որովհետև այսօրվա իշխանությունը ծրագիր ունի մոլորեցնել հայ ժողովրդի խաղաղություն բառով, իդեպ փայլուն իրենց մոտ ստացվել է 8 տարի շարունակ, բայց վերջին փուլի խաղաղությունը, սիրելի հայրենակիցներ, դա բոլորիդ երեխաներն են, դուք եք, ձեր ընտանիքն է, ձեր տներն են։ Այն որ շատերը տականքակույտը հրճվանքով ասում էր, դե Արցախը ինչ, ես էլ մի հատ այնց անասուն ընկերուհի ունեի, ասում էր Արցախը դե մերը չի եղել։ Այդ անասունների կույտը հրճվում էր, որ Արցախը հանձնել են, ասեմ, որ ինքը մոտեցրել է ձեր տներին, ձեր անկողիներին, ձեր դռներին։ Այս փուլը Հայաստանի կործանման մասին է։ Եվ եթե 2018 թվականին դուք չէիք հավատում, որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեց, նախ Գագիկ Ծառուկյանն էլ ձերբակալեց, որպեսզի նախ խլի ինչ որ ունի եւ չունի եւ որ ապագայում որևէ դիմադրություն չլինի, որովհետեւ Արցախ, հայրենիք, կորուստ, թուրքեր, տնտեսություն, ավեր, այս բոլոր թշնամություն ռուսների մասին, այս բոլոր վտանգների մասին խոսում էր Գագիկ Ծառուկյանը եւ զգուշացնում էր մեզ։ Եվ նաեւ պետք էր խլել իրենից ամեն ինչ։ Դե Ռոբերտ Քոչարյանի մասին չեմ ասում, ինքը ինքնին դրա կրողն է։ Կանցնի ժամանակ Հայաստանը կամ հայ ժողովուրդը այստեղ կլինեն թե չէ, բայց ես կարծում եմ կլինեն մարդիկ, որ ազնիվ մարդիկ, որ պատմություն կգրեն, եւ այդ պատմության մեջ, ինչպես ասում են, դուք բոլորդ են, որ sense չարության, պատելությամբ լցված եք, հիշեք, Ռոբերտ Քոչարյանի անունը գրվելու է հայոց պատմության մեջ ոսկե տառերով, ուշադիր լսեք։ Ինքը միակն է, որ եղել է երկու հանրապետության նախագահ,
միակն է, ով տեր է կանգնել, հաղթանակ է կերտել, ով ոչ միայն հաղթանակ է կերտել, այլ ինչ է արել, Վազգեն Սարգսյանի հետ միասին հաղթանակին տեր են կանգնել։ Բացի այդ, ինքը այն նախագահն է եղել Հայաստանի Հանրապետության, ում օրոք ցանկացած հայ, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունում, իր տանը նստած, ունեցել է դրանից հետո աշխատանք, աշխատավարձ եւ միանգամից մեծ ինչ-որ գումարների տեր, ինչպես այն որ դրանից առաջ ձեր տները, ձեր այն ինչ-որ ունեիք, չունեիք, չգիտեք ինչ գրոշներով, կոպեկներով վաճառեիք գնայիք, ինքը երկիրը եւ տնտեսությունը այնպես է հարստացել, ցանկացած այ նստած տեղում հարստացել է։ Ոչ մի բան, ոչ չէ, միայն իր տունը, ասենք եթե արժեր $3000, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դարձավ $100,000։ Այնպես որ հիշեք, կչարախնդակ, ձեր արևին կուրախանակ, անտարբեր կլինեք, այն ինչ որ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանը ինչ ուներ, արդեն տվել է այս հայրենիքին եւ արել է եւ իր արժանի տեղը այն բարձր պատվանդանին ունի, նորից եմ ասում։ Իր անունը ոսկե տառերով գրվելու է։ Հետո ինչ սխալներ թույլ տվեց այս փուլում բան, մենք դրա մասին չենք խոսում։ Ես խոսում եմ այն փուլի մասին, թե ինքը ինչ է արել։ Հիմա սա տարածվում է նաեւ ինչ որ իմաստով Գագիկ Ծառուկյանի վրա, այն իմաստով, որ այն ինչ որ ինքը արել է։ Համենայն դեպս իր գումարների վստահ եմ 80 ինքը ստացել է մի շարք կառույցներ ավերակ, 1000 անգամ եմ ասել։ ՀՀՇ-ն էր ստանում այդպես, բայց ՀՀՇ-ն ծախում ուտում եւ փոշիացնում էր։ ՀՀՇ անդամների 99%-ը։ Ինքը ինչ որ ստացել է, կառուցել եւ շենացրել է, ստեղծել է արկամ աշխատատեղեր, սպորտը մի քանի աշճան բարձրացրել է, բերել է մեծ հպարտություն, հաղթանակներ եւ շենացնող մարդ է եղել, այնպես որ ինքն էլ մեծ բան է եւ նաեւ սա տարածում է Ռուբեն Վարդանյանի վրա, այսօր որ դուք գնում եք այդպես վայելում եք այն ամենը ինչ որ ստեղծել է Ռուբեն Վարդանյանը, դա Դիլիջանում կլինի, Տաթևում կլինի, բացի այդ որ համաշխարհային մակարդակով ինքը իր Ավրորան ստեղծեց եւ մի հատ այնպիսի տեղ դրեց Ավրորան, որ այսինքն մենք ցեղասպան ժողովուրդը այլևս ինքն էր ինչ որ բաներ որոշում եւ տալիս, ինքը մեզ բերեց մի հատ բոլորովին նոր արդյունության վրա դրեց։ Այնպես որ ինքն էլ է մնալու այդ պատմության մեջ։ Սա տարածում է նաեւ կալանավորված Սամվել Կարապետյանի վրա, իր անունն էլ է ոսկե տառերով գրվելու, որտեղ երկրորդ այդպիսի բարերարը, որ այդ ծավալի գումար է, բարեգործություն է արել Հայաստանի Հանրապետության համար, չկա։ Հիմա մենք նստած բոլորս իրենցից ենք պահանջում, գուցե եւ նաեւ ճիշտ է, ես սովորաբար զզվանք եմ ապրում միշտ խորհուրդ տվող մարդկանց, որ միշտ տենց պատրաստ եւ միշտ թախտին նստած մարդկանց, որ քննադատում են նրանց ովքեր որ փորձում են ինչ-որ բան բացատրել, փորձում են պայքարել, փորձում են ինչ-որ բան անել եւ հատկապես այն չար նախանց մարդկանց, որ իրենց միշտ թվում է, որ ինչ-որ մարդիկ իրենց տեղն են զբաղեցրել։ Այդ տեղը շատ է, եթե դուք իսկապես ուզում եք ինչ-որ տեղ զբաղեցնել, կան չէ՞ ինչ-որ քաղաքական ուժեր, բան է տեղ զբաղեցնում, չկա այդպիսի մի բան, դուք որ ազնիվ գնաք այդ ճանապարհը, հաստատ մնացած ամեն ինչի հնարավորություն կլինի եւ մարդիկ կհավաքվեն ձեր շուրջը, այսինքն դուք միշտ ձեր ոչինչ չանելը, պարազիտ լինելը, Նիկոլին ծախված լինելը, ձեր վախկոտ լինելը, արդարացրել եք նրանով, որ իբր թե դες մարդիկ պետք է անեն, այս մարդիկ զբաղեցրել են եւ այլն եւ այլն։ Բայց հիմնական ասելիքս որն էր, որ հիմա անդադ ասում եմ, այլ ուրիշ բաների մասին եմ խոսում։ Եթե 2018 թվականին ձերբակալեցին Ռոբերտ Քոչարյանին, ես ասում եմ, ես էի ասում եւ Գառնիկ Իսագուլյանը, որ Արցախն են տալու, որովհետեւ 2008 թվականին այս աղետը կասեցրել էր Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 1-ի աղետը հիմա պիտի ասենք հայաշականները, Լևոն Տեր-Պետրոսյանը, մյուսները շատ ավելի ազնիվ էին։ Գիտեք, այնպիսի մի այլանդակ մեխանիզմ է արևմուտքը, Սորոսը եւ թուրքերը բանեցնում, որ կարող են ձեզ այնպես են ցանցը գցեին, որ ինչ որ մի փուլից դուք էլ չհասկանաք, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում, ինչպես հիմա որ Նիկոլևի ամբողջ թիմը այդ թուրքական ցանցի մեջ են։ 2018-ին ձերբակալեցին Արցախը տալու համար, հիմա ձերբակալում են Հայաստանի Հանրապետությունը տալու համար։ Կարող եք միտեղ գրել եւ պահել, որ հետո են զոհված ծնողի նման հայրը, որ եկավ այստեղ, եկավ եւ ինձ ասեց շատ կաշկանդված, մոլորված, ասեց, գիտեք, ես ուզում եմ ձեզ ներողություն խնդրել, որովհետեւ 2019 թվականին ես էլ որդիս էլ անդադ սոցցանցերում ձեզ հայհոյում անպատվում էինք, որովհետեւ ասում եմ ինչու։
Դուք ինչ ճանաչում եք, չէ, ասում որ Նիկոլին բան էր ասում ու պաշտպանում էր, որ ասում էր Արցախատալու զոհեր բան, դրա համար միչև որ հիմա երբի լսում է ինձ, բայց մեկ այլի հուզվում եմ էլի, որ ասում եմ, ասես միչև որ իմ տունը չքանդեց, այդպես էլ ասեց, որդին մահացել էր պատերազմի ժամանակ, ասեց որ միչև իմ տունը չքանդեց եւ այս աղետը չեկավ, ես չհասկացա թե ինքը ով էր։ Երանի այդ աղետն ու այդ ողբը ոչ մեկ չզգա։ Երանի մի օր հասկանանք, սթափվենք, որ ինչ է մեզ սպասում Հայաստանում։ Որտեւ ձեզ թվում էր Արցախը հեռու է, հիմա էլ ձեզ թվում է դա ինչա պատահել նախագահա թող տանեն, ստորացնեն, բանտեն, ինչ, մեզ այդ ոչ մի կապ, ոչ մի նշանակություն չունի։ Գուցե հիմա Սամվել Կարապետյանն էլ է այդպես մտածում, շատ վատ է, շատ ես վստահեցնում եմ, եթե այդպես պահեք առաջին քննադատողը ես եմ լինելու։ Նախ այսօր դուք ինչի ազգային ժողովում չեք ուժեղ Հայաստան, երեք ասենք արհամարել եք ազգակործանին գնացել եք, բայց այսօր պիտի վերադառնայիք, որտեղ աղետալի բան է լինում, իրանք ձեռքերը գցել են երկրորդ նախագահի ընտանիքի վրա, երկրորդ նախագահին հիմա չասեք ինչ անենք, չէ։ Դա ինստիտուտ է, դա շատ բարձր բան է, մենք խոսում ենք նախագահի մասին եւ պետք է մտածել, ինչու է ինքը, ինչու չի թիրախավորում օրինակ առաջին նախագահին եւ երրորդ նախագահին, ինչու է անվերջ թիրախավորում երկրորդ նախագահին։ Մտածեք, ինչու։ Ինչն է խնդիրը, ինչով է։ Դուք տեսնում եք, որ 8 տարի շարունակ հալածվում է Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը, ուրեմն Թշնամին լավ գիտի, չէ, ով է ուժեղ տղան այս երկրի։ Թշնամին լավ գիտի, չէ, ով կարող է կասեցնել։ Չի ստացվել երկու անգամ, երեք անգամ, բայց դա չէր նշանակում, տեսեք, հələ միջև մա իրենք վախոն է, որ կարող է մեկ էլ մի օր ստացվել։ Նախ ինչու այսօր ուժեղ Հայաստանը այդ բոյկոտը ճանապարհ չի, բոյկոտել եք, դուրս եկեք, գնացեք հիմա մի շարք հարցեր կա եւ ելույթներ կա։ Այլապես դուք խայտարակություն եք, լսում եք Սամվել Կարապետյան եւ ձեր թիմը։ Արագ վերադարձեք եւ ազգակործանի երեսին ասեք այն, ինչ որ կա։ Գնացեք եւ իրեն իր համար իր փոխարեն պատիվ պահանջեք, օրինակ, եթե ինքը երեք այդպես լկտիաբար, ցինիկաբար ազգային ժողովում ասում էր հիմա կտանեմ, կալա տեղում հրաման տվեց, այսինքն իրավական որևէ համակարգ չկա այս երկրում, դա է նշանակում, որ անմիջապես գնացեք եւ միանգամից գնացին դա իրենք արեցին։ Հիմա դուք գնացեք օրինակ իր արժանապատվության համար Ալիևը ասում էր հարբեցող ծաղրածու դահոլի գլուխ է սարքել ու ամբողջ Ադրբեջանը պահանջեք, որ Նիկոլը գնա եւ իր արժանապատվությունը ոնց որ փորձում էր իր արևին, իհարկե դա կապիկություն էր եւ շոու էր, երեք որ արեց, իբրև թե դրանից է հուզված, հուզվող տղա ես, հարբեցող ծաղրածու, ոնց որ ասել է քեզ Ալիևը, հարբեցող ծաղրածու, կամ ոնց որ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ազգակործան պատուհաս, բա հուզվեիր, բան չի չէիր հուզում, որտեւ դու չես հուզում, դու անինքնասեր ես, եթե ինքնասիրություն ունենար, այն ժամանակ կհուզվեիր ու պատասխան կտայր ու մեր ազգի արժանապատվությունը կպահեր, որտեղ ոչ բարոխերով դու վերընկած ես այնտեղ եւ այսպես թե այնպես ներկայացնում ես, ոչ։ Այստեղ հուզվելու, վիրավորվելու արժանապատվության հարց չկա։ Այստեղ կա մեծ գլոբալ խորքային ծրագիր, ինչպես ինքը երեք հայտարարեց Հայաստանի Հանրապետություն։ Չի լինելու, ես ապշած եմ, որ միջև հիմա չի խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը, ապշելու բան է։ Երեք ինքը վերջին աղբանոցի թուղթ համարեց հռչակագիրը, անկախությունը, Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ 0 նույն մակարդ, նույն թուղթը համարեց, ավելի վատ, բարձ չեմ ուզում ասել Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին եւ շարժման բոլոր անդամներին, հատկապես այս երկուսին, որտեղ մրցակցություն կար, չէ, ասում են գաղափարակիրը Վազգեն Մանուկյանն ա եղել, հետո Լևոն Տեր-Պետրոսյանը եկա, ապշելու բանը Երևանից ձայն չկա։ Ես չգիտեմ, մենք այս ինչի մեջ ենք։ Հիմա պետք է ասեն դուք չպիտի ասեք, բայց ես ուզում եմ հասկանալ, ձեզ երեք մեր ազգի վերջնական ստորացրեց, բայց առաջին հերթին նաև ձեզ, չէ՞։ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան։ Ձայն չկա, ել չեմ ասում ՀՀՇ-ն հիմա պետք է սենց եսիմ ինք իրան պատառոտեր, էլի 1000 կտորաներ, թքեց ՀՀՇ-ի վրա։ Այն որ թքեց ամբողջ ժողովրդի վրա առաջին հերթին, որտեղ ՀՀՇ-ն է, չէ՞ եղել հիմքում։ Թե ՀՀՇ-ն չի եղել։ Չէ, ՀՀՇ-ն։ Ահա։ Կա ձայն, ինչ որ բան ասում են։ Ղարաբաղ կոմիտեն, հետո ՀՀՇ-ն։